Ողջույն հարգելի բարեկամներ, ինչպես խոստացել էի, այսօր խոսելու եմ երկվորյակների նշանի մասին։ Սա արական օդային տարերքի նշան է, որի օրը չորեքշաբթին է, հրեշտակը Ռաֆայել։ Էներգետիկ հովանավորներն են, այսինքն թալիսմանները, մայիսի 21-ից մինչև 31-ը ծնված մարդկանց Սաֆիր, հունիսի 1-ից մինչև 11-ը Դեղին Ագատ, հունիսի 11-ից 21-ը Նեֆրիտ։ Մերկուրին երկվորյակների միջոցով կառավարում է մեր ձեռքերը, շնչառական օրգանները, այսինքն թոքերը եւ բրոնխները, խոսքի ապարատը։ Այս նշանի ներկայացուցիչները երբեմն հակված են լինում նևրոզների կամ հոգեկան անհանգստությունների։ Սակայն սա ամենևին չի նշանակում, թե բոլոր երկվորյակներն ունեն այդ խնդիրները։ Դա պարզապես հուշում է, որ նրանց նյարդային համակարգը շատ զգայուն է եւ պահանջում է ուշադրություն։ Երկվորյակների խորհրդանիշը 2 մարտն է։ Սա նշանակում է, որ նրանց մեջ կարող է միաժամանակ ապրել 2 տարբեր անհատականություններ։ Նրանք կարող են լինել ծայրահեղ լուրջ ու կենտրոնացված, բայց հաջորդ վայրկյանին դառնան թեթևամիտ ու կատակասեր։ Նրանց գլխավոր տաղանդը հարմարվողականությունն է։ Նրանք լեզու են գտնում բոլորի հետ, սկսած անցորդից մինչև բարձրաստիճան պաշտոնյա։ Երկվորյակները կարող են կատարել միաժամանակ մի քանի գործ։ Օրինակ, խոսեն հեռախոսով, ընթրիք պատրաստեն եւ երեխաներին դաս սովորեցնեն։ Սակայն նրանք ունեն նաև թույլ կողմ, կարող են սկսած գործը կիսատ թողել, քանի որ շուտ են հիասթափում կամ ծանծրանում։ Բացառությամբ այն երկվորյակների, ում քարտեզում առկա է ուժեղ Սատուրն, այն տալիս է անհրաժեշտ կարգապահությունը։ Այս մարդիկ սովորաբար իրենց տարիքից երիտասարդ են երևում, թե արտաքնապես, թե հոգով։ Նրանց հետ ձանձրալի չի, եթե մարդու անձնական քարտեզում Մերկուրին կապ ունի Նեպտունի, Վեներայի, Սատուրնի կամ Ուրանի հետ, ապա մենք գործ ունենք բացառիկ տաղանդավոր անհատների հետ։ Երկվորյակները կարող են լինել 2 տեսակի։ Առաջինը ազնիվ, պերճախոս, բազմակողմանի զարգացած եւ պրակտիկ։ Երկրորդը նյարդային, անհանգիստ, անհամեստ, անխոհեմ։ Հաճախ նաև հանդիպում են այս երկուսի խառնուրդը։ Դա կախված է ձեր քարտեզում Մերկուրիի դիրքից եւ ուժից։ Կարևոր հիշեցում. մենք միայն մեր արևի նշանը չենք, կա նաև ասցենդենտի գաղափարը։ Դուք կարող եք լինել արևով երկվորյակ, իսկ ասցենդենտով առույց կամ ձուկ։ Ձեր մասնագիտական հաջողությունը կախված է ոչ միայն ձեր անձնական քարտեզից, այլև հոգևոր զարգացման մակարդակից։ Հիմնական ուղղություններն են հեռուստատեսություն, լրագրություն, լեզվաբանություն, գրականություն, արվեստ, ակտիվ սպորտ, օրինակ գոլֆ կամ մտավոր խաղեր, օրինակ ինչ որտեղ երբ։ Եվ այսպես, ինչու են երկվորյակները պատկերված 2 մարդու տեսքով։ Ըստ հնագույն առասպելի կային 2 անբաժանելի հարազատ հոգիներ։ Առաջինը Պոլիդևկեսը, ով անմահ էր, քանի որ Զևսի որդին էր, իսկ նրա ընկերը Կաստրը մահկանացու էր։ Նա Սպարտայի թագավոր Տինդարեսի որդին էր։ Կաստրը հմուտ բռնցքամարտիկ էր, իսկ Պոլիդևկեսը ձիավարության վարպետ։ Նրանք միասին էին մեծացել եւ անբաժանելի էին բոլոր արկածների ու պատերազմների ժամանակ։ Երբ մարտերից մեկում Կաստրը սպանվեց, Պոլիդևկեսը անանսանելի վիշտ ապրեց։ Նա չէր ուզում ապրել առանց իր եղբորը, խնդրեց Զևսին կամ թույլ տալ իրեն մեռնել, կամ կիսել իր անմահությունը։ Զևսը, տեսնելով նրանց անսահման սերը, թույլ տվեց կիսել իր անմահությունը։ Մեկ օր նրանք անցկացնում էին հանդերձյալ աշխարհում, մյուս օրը Օլիմպոսում, այսինքն երկնքում։ Ի վերջո նրանց սերը հավերժացնելու համար Զևսը նրանց տեղափոխեց երկինք, որպես երկվորյակների համաստեղություն։ Հարգելի բարեկամներ, այս առասպելը պարզապես հորինվածք չէ։ Այն մեզ հիշեցնում է անձնազոհության եւ սիրո մասին։ Սա կամայից հիշեցնում է Հիսուս Քրիստոսի պատգամը. «Սիրիր ընկերոջդ քո անձին պես»։ Տերն ասել է. «Եթե չես սիրում եղբորդ, ում տեսել ես, ինչպես կարող ես սիրել Աստծուն, ում չես տեսել»։ Իսկ թե ով էր մեր ընկերը, հրաշալի բացատրված է բարի սամարացու առակով։ Հնում մարդիկ ճանաչելով Աստծուն, մոլորակներին համարել են աստվածներ։ Մենք այսօր գիտենք, որ դրանք Տիրոջ կողմից ստեղծված էներգետիկ դաշտեր են։ Մարդը բացի հողից, մարմնից եւ շնչից իր մեջ կրում է նաեւ էներգիա, որի միջոցով էլ հաղորդակցվում ենք Արարչի հետ։ Հարգելիներս, մի քանի ժամից կնշենք բարի Ավետիսի ու հույսի տոնը։ Թող այդ տոնական օրը, որ պիտի նշվի, ձեզ միայն բարի լուրեր բերեն, իսկ ձեր միտքը միշտ բաց լինի լույսի ու գիտելիքի առաջ։ Թող ձեր տներում հնչեն պարզ մտքեր ու ջերմ խոսքեր։ Շնորհավոր Սուրբ Զատիկ։ Ուզում եմ խոսքս վերջացնել 18 Սաղմոսով։ Երկինքը պատմում է Աստծո փառքը, երկնքի հաստատությունը հայտնում է նրա գործերը, օրորվան միտք է հաղորդում եւ գիշերը գիշերվան գիտություն է ցույց տալիս։
Չկան բառեր, ոչ էլ խոսքեր, դրանց հնչյունները լսելի չեն, ողջ երկիրն է բռնել ձայնը նրանց, մինչև աշխարհի ծայրն է հասել խոսքերը նրանց, արևի մեջ է նա իր վրանը խփել, որ ելնում է իր արագաստիցը, իսկ նա նման է փեսայի, ցնծում է նա որպես հսկա, ընթանալով իր ճանապարհովը, երկինքի ծայրերից է նրա ծագումը, իսկ դադարը մինչև ծայրերը նրա, ու չկա մեկը, որ թաքնվի նրա տապիցը։ Շնորհավոր Սուրբ Զատիկ։